Բարի երեկո, ուղիղ եթերում Երևակ հաղորդաշարն է։ Մի քանի աշխատանք կա, որ մասնագիտությունից բացի կարող ենք անվանել նաև կոչում բուժաշխատողի աշխատանքը մասնագիտությունը դրանցից մեկն է։ Բուժաշխատողները մեծ անելիք եւ դեր ունեն յուրաքանչյուրիս կյանքում եւ նրանց մասնագիտական ու մարդկային ունակությունները եւ հմտությունները մեզ ուղեկցում են մինչ լույս աշխարհ գալը եւ նաեւ մեր կյանքի ողջ ընթացքում։ Հունիսի 21-ին Հայաստանում տոնում ենք բուժաշխատողի օրը, արդեն 14 տարի է եւ տոնին Առաջ Երևակի տաղավարում հյուրընկալել ենք Օձունի ամբուլատորիայի տնօրեն, ընտանեկան բժիշկ, մանկաբույժ Անահիտ Նալբանդյանին։ Բարի երեկո, բժշկուհի։ Բուժաշխատող լինելը, բժիշկ, բուժքույր լինելը, կարծում եմ, բավականին պատասխանատու է, կարևոր, սակայն նաև բոլորիս համար անհրաժեշտ։ Ես իմ ամբողջ կյանքի ընթացքում տարբեր մասնագիտություններ փորձել եմ ընտրել եւ կարծես թե ամեն ինչ ցանկացել եմ դառնալ, բացի բուժաշխատողը, չգիտես ինչու, եւ ինձ միշտ հետաքրքիր է թե ինչի է տեղի ունենում մարդկանց հետ, երբ նրանք որոշում են, որ չէ, այնուամենայնիվ բժիշկ կամ բուժքույր են դառնալու եւ այս ոլորտում աշխատելու, ինչպես դուք որոշեցիք դառնալ բժիշկ։ Ես բազային կրթությամբ մանկաբույժ եմ, մասնագիտություն ընտրելը իմ համար շատ կարևոր նշանակություն ունեցավ իմ սիրո միջոցով երեխաների նկատմամբ։ Այսինքն ես շատ էի սիրում երեխաների հետ շփվելը ու ժամանակի ընթացքում ես որոշեցի դառնալ բժիշկ, մանկաբույժ, քանի որ իմ համար շատ կարևոր էր երեխաների առողջությունը ապահովելը։ Ինչ է զգում բժիշկը իր աշխատանքի առաջին իսկ օրվանից։ Մենք մոռանում ենք մեր անձնական կյանքը, մենք սկսում ենք ապրել մեր հիվանդներով, մեր պացիենտներով, եւ բժիշկը դառնում է այն մարդը իր աշխատանքի առաջին օրվանից, որը մարդուն ուղեկցում է ծնվելու պահից մինչև մահը։ Եվ ամբողջ այդ ընթացքում մենք լինում ենք մեր պացիենտների կողքին, թե նրանց երջանկության, թե ուրախության, թե նաև հիվանդության ժամանակ։ Եվ ինչպես դուք ընտրեցիք այս մասնագիտությունը, միայն սերն էր երեխաների նկատմամբ, թե մարդիկ կան, ովքեր միշտ երազել են դառնալ բժիշկ եւ ես մանկաբույժ երազել եմ դառնալ դեռ դպրոցական տարիքից։ Դա եղել է իմ երազանքը եւ բնականաբար դպրոցում լավ սովորելով, արծաթե մեդալով ավարտելով, ես որոշեցի, որ անպայման պետք է դառնամ մանկաբույժ եւ իմ գիտելիքները անպայման պետք է ներդնեմ երեխաների առողջության պաշտպանությանը, պահպանմանը։ Այ դուք արդեն որքան գիտեմ 20 տարի է աշխատում եք որպես բժիշկ, հա, հիմա մանկաբույժ այդքան էլ մանկաբույժ չեք, ընտանեկան բժիշկ եք եւ նաեւ ադմինիստրատիվ աշխատանք եք կատարում։ Սակայն եթե վերադառնանք ուսանողության տարիներին, շատերիս հետ է պատահում, երբ ընտրում ենք մի մասնագիտություն, սովորում ենք, սակայն սովորելու տարիների ընթացքում կամ վերջում հասկանում ենք, որ դա այնքան էլ մերը չէ եւ որոշակի հիասթափություն ապրում ենք։ Այդ հիասթափության պահեր դուք ունեցել եք ձեր հիասթափության պահեր մասնագիտություն ընտրելու առումով չեմ ունեցել, սակայն դժվարություններ բնականաբար շատ են եղել։ Ժամանակը չի հերիք է գիտելիքները շատ ավելի լավ ժամանակին եւ բազմաբնույթ սովորելու համար, միայն ժամանակի խնդիրն է եղել, որ ժամանակի խնդիր ենք ունեցել մեր դասերը սովորելու կամ թեկուզ ազատ ժամանակ անցկացնելու համար, բայց զուտ հիասթափություն, որ ես մանկաբույժ չդառնամ կամ չընտրեմ բժշկի մասնագիտությունը, այդպիսին ես չեմ հիշում։ Ավարտելուց հետո անմիջապես վերադարձել եք Ալավերդիում եք աշխատել, թե Օձունում եք աշխատել։ Երբ վերադարձա 96 թվականին, ես աշխատանքի եմ անցել Ալավերդու բժշկական կենտրոնում որպես տեղամասային մանկաբույժ, 3 տարի աշխատել եմ Ալավերդու բժշկական կենտրոնում։ Դրանից հետո 1999-2000 թվականներին վերապատրաստվել եմ ընտանեկան բժշկության կլինիկական արտինատուրայում եւ արդեն աշխատել եմ Օձունի բժշկական ամբուլատորիայում որպես ընտանեկան բժիշկ մինչեւ 2006 թվականից, 2006 թվականից հետո նաեւ ամբուլատորիայի տնօրենն եմ մինչեւ այսօր։ Դժվար է լինել բժիշկների ղեկավար։ Դժվարություններ կան իհարկե, մենք բուժաշխատողներին, մեր գոլեգաներին, մեր ամբուլատորիայում ես վերաբերվում եմ
Նախ որպես ընկեր եւ նաեւ որպես տնօրեն երկու այդ ուղղությունները շատ դժվար է միասին համատեղելը, բայց աշխատում ենք անել այնպես, որ մեր աշխատանքը չդուժի եւ տանք որակյալ աշխատանք, մեր պացիենտները գոհ լինեն, մեր սպասարկվող բնակչությունը գոհ լինի մեր աշխատանքից, մատուցած ծառայություններից։ Վերջին տարիներին բավականին շատ փոփոխություններ տեղի ունեցան առողջապահության համակարգում եւ նաեւ կարող ենք ասել, որ մարդկանց վերաբերմունքն էլ բժշկի հանդեպ որոշակի փոփոխություններ է կրում, չէ՞։ Մարդի, եթե նախկինում բժշկի կամ ուսուցչի աշխատանքը շատ ավելի կոչումով էր պատվաբեր էր, հիմա մարդիկ կարող են նաև բժշկին իրենց դժգոհությունները, հա, եւ նաև քննադատության ենթարկվեն բժիշկները եւ ինչու՞ չէ նաև ուսուցիչները։ Հիմա արդյոք դուք նկատում եք այդ վերաբերմունքը եւ դա որքան է ձեզ գոհացնում։ Սա ճիշտ ճանապարհ է, որ գնում է Հայաստանում մեր վերաբերմունքը եւ նաև համակարգը, որ զարգանում է։ Մենք բժիշկներս աշխատելով մեր աշխատատեղերում աշխատում ենք հիմնականում նկատել միայն դրականը։ Դրականը նկատելով շատ ավելի հեշտ է մեր համար 24 ժամ լինել հիվանդների կողքին։ Եթե մենք ուշադրություն դարձնենք վատ վերաբերմունքին, այն տենդենսներին, որոնք գնում են, շատ ավելի դժվար կլիներ։ Մեր հիմնական նպատակը նա է, որ մեր պացիենտները շատ գոհ լինեն մեզանից, սպասարկումից գոհ լինեն, դրա համար աշխատում ենք վատը չնկատել։ Բայց այնուամենայնիվ վատից չենք կարող փախչել, չէ՞։ Դա մեր կողքիններից է։ Մի ուրիշ օր կխոսենք դրա մասին։ Բժիշկ լինելը, այ ասում եք 24 ժամ աշխատում ենք եւ փորձում ենք գոհացնել մեր հաճախորդներին, դա պատասխանատու աշխատանք է, բայց նաեւ հաճելի է, հա։ Որն է դրա հաճույքը, եթե փորձեք մի քանի բառով նկարագրել, ինչն է, որ ձեզ բավականություն է պատճառում այս աշխատանքում։ Անասելի բավականություն ենք ստանում այն դեպքում, երբ ծանր հիվանդի մոտ ես գնում, երբ շտապ կանչ են տալիս եւ դու կարողանում ես հիվանդին Ճիշտ է, այդ ժամանակ մենք դժվար րոպեներ ենք ունենում, պայքար ենք մղում կյանքի եւ մահվան միջև, ես ասեմ, որ մեր օձունում եւ հարակից գյուղերում շատ ավելի դժվար է, քանի որ մենք մեր ձեռքի տակ չունենք այն սարքավորումները, որ ունեն քաղաքում։ Եվ մեր համար ավելի դժվար է կողմնորոշվել հիվանդի ախտորոշման համար, բայց մենք աշխատում ենք հիվանդին չվնասել, կողմնորոշվել, անհրաժեշտ օգնությունը ցույց տալով եւ մեծ բավականություն ենք ստանում, նույնիսկ ժպտում ենք այդ ծանր աշխատանքից հետո, երբ մեր հիվանդին կարողանում ենք փրկել։ Դա անասելի երջանկություն է ցանկացած բժշկի համար, եւ մենք այդ պահին զգում ենք, որ ճիշտ ենք ընտրել մեր մասնագիտությունը։ Բայց լինում են նաեւ անհաջող դեպքեր, եթե կարող ենք այսպեսին ասել, հա, չէ՞։ Լինում են նաեւ դեպքեր, լինում են դեպքեր, որոնց մենք բժիշկը այդ պահին ոչինչ անել չի կարող, չնայած այդ դեպքում էլ անում ենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք, եթե հնարավոր է, փրկենք հիվանդի կյանքը։ Ցավոք սրտի դեպքեր լինում են, որ մենք ի վիճակի չենք լինում դա անելու։ Հիվանդի վիճակը շատ ավելի բարդ է լինում։ Մարդիկ երբ են դիմում ձեզ, երբ են դիմում բժշկի օգնությանը։ Հիմա ունենք շատ լավ տենդենսներ, եթե սկզբնական շրջանում տարիներ առաջ բժշկին դիմում էին միայն հիվանդանալու դեպքում, հիմա շատ մեծ տենդենս կա, որ մարդիկ մտածելով իրենց առողջության մասին, նախքան հիվանդանալը դիմում են բժշկին։ Այդ առումով շատ մեծ աշխատանք է սոցփաթեթի շրջանակներում կատարվող հետազոտությունները շահառուներին, որոնք մենք մենակ մենք չէ, ամբողջ Հայաստանում իրականացվում է այդ աշխատանքը, այսինքն ավելի մեծ տեղ է տրվում կանխարգելիչ բժշկությանը, քանի որ շատ ավելի հեշտ է կանխարգել հիվանդությունները, քան բուժել հիվանդությունը։ Դա եւ հիվանդի համար է լինում հարմար եւ պետության հարմար։ Այսինքն եթե պետությունը վճարում է բուժզննում անցնելու համար, մարդիկ դիմում են, սակայն քիչ են նրանք, ովքեր չունեն այդ սոցիալական փաթեթները եւ իրենց գումարներով կամ շատ դեպքերում նաեւ պետության հաշվին, չէ, բուժզնումը անվճար է լինում, դիմում են, պարզապես որոշում են, որ տարին մեկ գոնե պետք է ընդհանուր բուժզնում անցնեն եւ դիմեն։
Ցավոք սրտի տոկոսը քիչ է այն մարդկանց, որոնք իրենց կամքով կարող է դիմեն բժշկին, բայց քանի որ պետությունը դա էլ է պահանջում, դա մտնում է մեր պարտականությունների մեջ, որ մեր սպասարկվող տարածքի յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր կին տարվա մեջ մի անգամ պետք է անպայման այցելի բուժհաստատություն, տվյալ անձնավորությունը ուզի թե չուզի, նա պետք է անպայման հաճախի բուժհաստատություն եւ դա մենք անպայման դա կազմակերպում ենք։ Վերարտադրողական տարիքի կանայք անպայման գալիս են բուժհաստատություններ, հիմա մեծ ծրագիր է իրականացվում Համաշխարհային բանկի վարկային ծրագրով, պապքսուկի վերցնել է նաև կրծքագեղձի շոշափման ու կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման այդ միջոցառումները, որոնք շատ մեծ դեր են խաղում վերարտադրողական տարիքի առողջության պահպանման համար։ Դա շատ կարևոր է։ Այսինքն նախապես կանայք անցնում են այդ միջոցառումներին մասնակցում են եւ գալիս են, դուք եք զանգում, հրավիրում, ո՞նց է լինում։ Մենք էլ ենք զանգում, հրավիրում, հիմա ես ասեմ, բերեմ Օձունի օրինակը, որ մենք ունենք դպրոցներ, Շահառու սոսփաթեթի շահառու կանանց համար, որտեղ սոսփաթեթի շրջանակներում մենք պարտավոր ենք շահառուին առողջ ապրելակերպի եւ նմանատիպ հարցերի շուրջ զրուցենք։ Մենք հավաքում ենք որոշ թվով կանանց եւ ունենք այդպիսի սենյակ եւ նրանց տեղյակ ենք պահում նախ իրենց իրավունքների մասին, որ դեպքում որ պետք է դիմեն, անպայման առողջ ապրելակերպի մասին են խոսում եւ մնացած վերարտադրողական խնդիրների մասին եւ նրանք իրենց զրույցը տարածում են, շատ հետաքրքիր տենդենց է նկատվում, մեկը մեկին հաղորդելով գալիս են արդեն հետաքրքրվում են, դրական տենդենց ունենք։ Մի բան է աշխատել շատ ավելի մեծ համայնքում, որտեղ ինչպես դուք ասացիք, կան սարքավորումներ եւ շատ ավելի հարմար պայմաններ են, մեկ այլ բան է աշխատել փոքր համայնքում, Օձունը փոքր չէ, սակայն դուք նաեւ սպասարկում եք հարևան համայնքները, Մղարդը, Արևածագը, արևածագում ամբուլատորիա կա, հարևան Այգեհատ, Արտվի եւ այլ համայնքները։ Այս դժվարությունը նկատվում է, բացի այն սարքավորումների պակասից, որ դուք ասացիք, էլ ինչ խնդիրներ կան, որ տարբերվում են համայնքում աշխատելու այդ Մենք ամիսը մի անգամ անպայման հաճախում ենք, չնայած պետպատվերի չափորոշիչներով 3 ամիսը մի անգամ պետք է ընտանեկան բժիշկը հաճախի ԲՄԿ-ները Դժվարությունը ես նորից կասեմ կանխարգելի չհետազոտությունների առումով, եթե մենք Օձունում ունենք հատուկ սենյակ, որ մենք իրականացնում ենք հետազոտությունները, ապա ԲՄԿ-ներում դա կահավորված սենյակներ չունենք այդ առումով, բայց մենք այդ հարցն էլ լուծեցինք, մենք համակարգիչը, փոքր համակարգիչը, մենք մեզ հետ տեղափոխում ենք համայնքները եւ այնտեղ մեր վերարտադրողական տարիքի կանայք 0-ից 5 տարեկան երեխաների մայրիկներին մենք կարողանում ենք այդ միջոցներով ցույց տալ այն մինիմալ, ասենք, նորությունները, որոնք կարող են նրանք իմանալ։ Այդ պիսով մենք կարողանում ենք այդ հարցերը լուծել, բայց լավ կլիներ, որ ԲՄԿ-ներում էլ այդ հնարավորությունը լիներ իհարկե։ Այսինքն պայմաններ լինել աշխատելու։ Սա միայն 0-ից 5 տարեկան երեխաների մայրերի հետ կապված, իսկ ավելի բարձր տարիքի կանանց հետ այլ ծրագրեր կան, թե պարզապես այցելություններն են, որ կատարվում են համայնքներում։ Վերարտադրողական տարիքի կանանց համար էլ ենք ծրագրեր իրականացնում, նույն սոցփաթեթի շահառու կանայք, որ մտնում են վերարտադրողական տարիքի մեջ նրանք նույնպես մասնակցեցին այդ միջոցառումներին։ Նորից մենք ունեինք տեսաֆիլմեր, օրինակ կրծքագեղձի շոշափման ինքնասույցը, որ ասենք ցանկացած կին պետք է կարողանա դա կատարի եւ հայտնաբերի ավելի վաղ շրջանում այդ փոփոխությունները, որպեսզի կարողանան կանխարգելել կրծքագեղձի քաղցկեղի զարգացումը։ Հիմա շատ է, չէ՞, տարածված կրծքագեղձի քաղցկեղը եւ շատ կարծես թե այդպիսի վիճակագրություն ես չեմ կարող ասել, որովհետեւ տվյալների ես չեմ տիրապետում եւ իրավասու չեմ այդ տվյալները ասելուն, բայց մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք պահպանել կանանց առողջությունը։ Դա շատ կարևոր կան դեպքեր, եթե ընդհանուր վերցնենք, կան խնդիրներ կրծքագեղձի հետ։ Հիմա կրծքագեղձի սոնոգրաֆիայի ժամանակ հայտնաբերվել են որոշակի զուտ տարիքային փոփոխություններ, որ ասենք տրվել է համապատասխան խորհուրդներ, լուրջ փոփոխություններ չի եղել։ Եվ փաստորեն այդ դասընթացները, հանդիպումները, որ իրականացվում են, դրանք միայն հիմնականում կանխարգելիչ նպատակ ունեն։
առայժմ կանխարգելիչ նպատակ ունեն եւ ասեմ, որ բուրըն արձագանք է գտնում։ Սկզբից շատ դժվարությամբ են գալիս, մի քիչ դժգոհում են, ժամանակ չունենք եւ այլն, բայց հետո չեն կարևորում, բայց հետո արդեն իրենք կարևորում են շատ եւ արդեն ուրիշ կանայք են ներգրավում այդ process-ների մեջ։ Բժշկուհի հիմա շատ բժիշկներ, բուժքույրեր, բուժաշխատողներ ընդհանուր առմամբ շատ հաճախ բողոքում են այն գնահատականից, որ նրանք ստանում են գումարի տեսքով, հա, աշխատավարձից, որ ստանում են եւ այն աշխատանքը, որ իրականացնում են, շատ ավելին է, քան ստացած փոխհատուցումը, նյութական փոխհատուցումը։ Այս առումով դուք ինչ կասեք, իսկապես դա լուրջ խնդիր է, ինչ որ ձևով աշխատանքի որակի վրա ազդելու համար։ Եթե կարելի է ես բերեմ մեր աշխատանքով, եթե մենք աշխատանքը կատարում ենք, այդ պահին մենք չենք մտածում մեր ֆինանսավոր, դա շատ կարևոր է ֆինանսավորումը, բայց եթե մեր առջև դրված են որոշակի դրույթներ, որ դա մենք պարտավոր ենք կատարել եւ մենք կատարում ենք իմանալով մեր աշխատավարձի չափը, ապա դժգոհելու տեղի պետք է չտանք, այսինքն հիվանդը, պացիենտը չպետք է տուժի, ոչ մեր աշխատավարձի ցածր լինելուց եւ ոչ էլ մեր դժգոհություններից։ Բայց այնուամենայնիվ դուք էլ համաձայն եք, որ կան այդ դժգոհությունները եւ իսկապես տեղին են, հա? Տեղին են։ Մենք հեռուստադիտողը հարցնում է, թե Օձունի ամբուլատորիան ինչ խնդիրներ ունի եւ ինչպես եք կարողանում այդ խնդիրները լուծել։ Ինչ խնդիրներ ունի, դա շատ լայն հասկացողություն է։ Խնդիրների առումով ես կասեմ, որ խնդիրը միակ զուտ բիոքիմիական անալիզատոր ձեռք բերու առումով ես դա կասեմ, միակ խնդիրը դա է ներկա պահին, որ հիվանդները չգնան Ալավերդու բժշկական կենտրոն, ասենք մենք կարողանանք մեր բիոքիմիական անալիզատորով այն կանխարգելիչ քննությունների սահմաններում, որ պահանջվում է խոլեստերին, լիպիդներ, ասենք որոշելու համար, մենք կարողանանք տեղում որոշել։ Մեր աշխատանքին միայն մի քիչ դա է խանգարում, թե չէ ոգևորված մենք աշխատում ենք, կատարում ենք այն բոլոր նորմատիվները, որոնք դրված են մեր առջև։ Հիմնական խնդիրը այսօրվա դրությամբ դա է։ Եվ դա թանկ է ձեռք բերել, ինչն է խանգարում դա ունենալ։ Դե ֆինանսական միջոցները եւ հովանավորի պակասությունը։ Պետությունը չի պատրաստվում հովանավորել։ Դա պետության արդեն ֆունկցիաների մեջ չի մտնում, որովհետեւ ասենք մենք պետական հիմնարկենք եւ մենք ինքներս էլ լավ կլինի, որ մենք մեր միջոցներով ձեռք բերենք։ Հուսով եմ, որ ապագայում կկարողանանք։ Առաջիկայում նախատեսում եմ։ Հիմա նաեւ տարանջատում ենք, չէ՞, ընտանեկան բժիշկ, նեղ մասնագետներ, ովքեր մեզ են սպասարկում նաև այս Արցախյան պատերազմի տարիներից ռազմական բժիշկներ ունենք, ովքեր այդ զորամասերում են աշխատում եւ կարծում եմ բավականին կրկին պատասխանատու աշխատանք է։ Եթե խոսենք ընտանեկան բժշկի մասին, որքանով է այս մասնագիտությունը եւ հենց այս աշխատանքը նեղ ուղղվածությունը այսօր արդիական մեր պետության համար։ Շատ արդիական է ընտանեկան բժշկությունը, հատկապես գյուղերի համար, ճիշտ է, ծրագիրը իրականացվեց նաև քաղաքի բժիշկների համար, քաղաքի բժիշկների մեծ մասը անցել է ընտանեկան բժշկություն կլինիկական արձինատուրան, բայց քանի որ քաղաքներում աշխատում են նաև նեղ մասնագետներ, ընտանեկան բժշկություն հասկացողությունը որպես այդպիսին քաղաքներում չի գործում։ Դա գյուղերում է գործում եւ դա շատ մեծ հաջողությունների է հասել Հայաստանում ընտանեկան բժշկությունը, քանի որ ընտանեկան բժիշկը տվյալ անձնավորությանը, տվյալ ընտանիքին իմանում է բոլոր անդամների առումով, փոքրից մինչև մեծ, իմանում է ժառանգական անամնեզը, հետագայում տարբեր հիվանդությունների կանխարգելումը, նույն կրծքագեղձի քաղցկեղի դեպքում, եթե ժառանգական անամնեզում կա կրծքագեղձի քաղցկեղ, այնտեղ մենք ունենք տարիքային 40-ից 60 տարեկան կանայք պետք է անցնեն մամոգրաֆիա, բայց եթե ժառանգական անամնեզում մենք գիտենք, որ տվյալ ընտանիքում կա կրծքագեղձի քաղցկեղ, մենք անպայման խորհուրդ ենք տալիս անկախ տարիքից գնան հետազոտվելու։ Այսինքն դա շատ լավ օգնում է շատ հիվանդությունների կանխարգելմանը, հետո մարդիկ վստահում են։ Բոլոր ընտանիքներով ընտրում են մեկ ընտանեկան բժշկի եւ ամբողջությամբ
վստահում են իրենց ընտանեկան բժշկին, դա շատ կարևոր է եւ ես հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր Հայաստանում ընտանեկան բժշկությունը գյուղերում արդեն կայացած համակարգ է։ Իսկ քաղաքում, եթե կողքից դիտարկել եք, արդյոք սա արդարացնում է նաեւ քաղաքի պայմաններում։ Չէ, քաղաքում չեն աշխատում որպես ընտանեկան բժիշկ, երևի իմաստել չունի։ Ես գիտեմ 1-2 ընտանեկան բժիշկներ, որոնք աշխատում են քաղաքում, առանձին իրենց օֆիսները բացել են, աշխատում են, բայց դա 1-2 հոգի են։ Մեկին ես անձամբ ճանաչում եմ, ուղղակի ինքը շատ նպատակաուղղված անձնավորություն էր, նա ինքը կարողացավ Երևան քաղաքում բնակչություն հավաքել եւ իր ընտանեկան բժշկի օֆիսը բացել, դա շատ գովելի է։ Հիմա նաեւ մարդիկ նախապատվություն են տալիս, որ բուրզնում անցնել կամ ծառայություն ստանալ Վանաձորում, ավելի մեծ քաղաքներում, մտածելով, որ նաեւ մասնագիտական կարողություններով այնտեղ բժիշկները շատ ավելի լավն են։ Այսօր արդյոք դուք էլ այս տենդենսը նկատել եք եւ ինչ եք կարծում, որն է սրա հիմնական պատճառը։ Ես կասեմ, որ կոնկրետ օձունի մեր պարագայում, եթե ժողովուրդը գնահատում է, վստահում է ընտանեկան բժշկին, հիմնականում տոկոսային հարաբերությամբ ինքը անում է այն հիմնական քայլերը, որոնք ասում է ընտանեկան բժիշկը։ Մեր բնակչության մեծ մասը վստահում են Ալավերդու բժիշկներին։ Մենք այստեղ ունենք բժիշկների շատ մեծ բանակ, որոնք իրոք շատ պրոֆեսիոնալ են մասնագիտական առումով եւ ես շատ հպարտ եմ, նրանցից շատերը իմ ուսուցիչներն են եւ այսօր էլ ցանկացած հարցի դեպքում ես ազատ կարողանում եմ դիմել նրանց։ Բայց ժողովրդի մի մասն էլ դա ոչ մեկ չի կարող փոխել այդ տենդենսը, նրանք սովորություն ունեն մի քայլ առաջ գնալու։ Դա մենք չենք կարող խանգարել, չենք կարող խոչընդոտել, դա մարդու ընտրությունն է իհարկե։ Հիմա սերնդափոխության խնդիր կա, շատերս ենք խոսում, յուրաքանչյուր բնագավառում է այս խնդիրը կարծես թե արկա, ինչը կախված է թե ներքին եւ թե արտաքին միգրացիայի հետ։ Ալավերդիում բժշկական կենտրոնի տնօրենը բազմիցս ասել է, որ այսօր խնդիր կա սերնդափոխության։ Օձունում կարծում եմ ավելի զգալի կլինի այս խնդիրը, հա, նոր երիտասարդ բժիշկներ ցանկանում են բուժաշխատողներ գալ եւ աշխատել օձունում։ Ես ասեմ, որ իմ կոլեկտիվը երիտասարդ են, մենք 3 բժիշկներով երիտասարդ բժիշկներ ենք, 2010 թիվներ, երբ մեր բժշկուհի Լաուրան, որը մեզ ներդրում ունի մեր բժշկական ամբուլատորիայի զարգացման մեջ 2010 թվականից այլևս մեզ հետ ինքը չի աշխատում, հիմա ցավոք սրտի նա նույնիսկ մեզ հետ չի, բայց հիմա մենք այդ սերնդափոխության խնդիրը Օձունի ամբուլատորիայում չունենք։ Երիտասարդ կադրեր են եւ մենք հիմնականում առաջնորդվում ենք այն սկզբունքներով, որ ավելի մեծ տարիքի բժիշկները թողել են մեզ։ Մենք բժշկուհի Դավիթ Հավյանը, ես շատ բան ենք սովորել բժշկուհի Ջավախյանից եւ աշխատում ենք շարունակել նույն ձևով, ոնց որ ինքն է աշխատել։ Իսկ կան երիտասարդներ, ովքեր դիմում են աշխատանքի նպատակով, ուզում են վերադառնան գյուղ եւ այստեղ աշխատեն, ովքեր ավարտում են։ Ցանկացողներ լինում են։ Լինում են։ Սակայն լինում են։ Սակայն հաստիկներ չկան։ Հերոստատիտողը հարցնում է Օձունն ունի շտաբ օգնության մեքենա եւ որ տարածքներն եք սպասարկում։ Այո, Օձունը ունի շտաբ օգնության մեքենա 2002 թվականից համաշխարհային բանկի ծրագրով տրամադրվել է, մինչև անցած տարի հուլիսի 1-ը մենք սպասարկում էինք միայն Օձունը եւ հարակից շրջանները, բայց հիմա սպասարկում ենք նաեւ Արևածագ, Մղարդ, Աղեգի, Արևածագին կից գյուղերը, Ծաթեր գյուղերը նաեւ։ Եթե իհարկե կանչ է լինում։ Լինում են կանչեր։ Անպայման լինում են ու դա տրվում է բժշկուհի Օֆելիայի միջոցով իհարկե։ Բայց բավականին դժվար է հասնել Արևածագ, Մղարդ, ճանապարհները բարդ են։ Այս վերջերս մի կանչ եղավ, օրը 2.5 ժամ տևեց, Օձունից գնացինք Մղարդ, օգնությունը ցույց տվեցինք եւ հետ եկավ, օրը 2.5 ժամ մենք ծախսեցինք կանչի եւ ճանապարհի վրա, բայց շատ լավ ենք զգում, որովհետեւ կարողացանք օգնել հիվանդին։ Սակայն կլինեն դեպքեր, որ շատ ավելի արագ սպասարկում կպահանջեն, չէ՞։ Հույսով ենք, որ ճանապարհները, որ հիմա արդեն վերանորոգվում են, եթե այդպիսի դեպք լինի, շատ ավելի արագ, ավելի ուրիշ ճանապարհներով կաշխատենք դա։
կարգավորենք։ Բժշկուհի նաև պետությունը շատ կարևորում է եւ կարծում եմ նաև բոլոր բժիշկները, մանկաբույժները առողջ սերունդ ունենալու համար տարբեր միջազգային կազմակերպություններ ծրագրեր էին անում 0-ից 5 տարեկան երեխաների համար եւ նաև հղիության շրջանը փորձում վերահսկել։ Ընդհանուր առմամբ շատ մեծ կարևորություն է տրվում սրան եւ նաև կարծես թե բոլոր ամբուլատորիաներում գոնե օրենքով պետք է գործեն մայրական դպրոցներ յուրաքանչյուր համայնքում։ Օձունում այսպիսի դպրոց կա, գործում է եւ ինչ ծրագրեր եք իրականացնում։ Ինչպես է աշխատանքը կազմակերպվում։ Այդ սենյակը շատ շնորհակալ ենք UNICEF կազմակերպությանը եւ Բժշկուհի Արուշանյանին, մեր առողջության վարչության պետ պարոն Լամբարյանին, որոնց ջանքերի շնորհիվ մեր օձունում այդ սենյակը բացվեց։ Եվ դա մեր աշխատանքը շատ ավելի հեշտացրեց։ Այն ժամանակ էլ էին կատարում մայրական դպրոցների դասընթացները, բայց հիմա կոնկրետ սենյակ ունենք, կոնկրետ նյութեր ունենք, որ մեծ սիրով իմ աշխատողները նույնպես իրականացնում են այդ մայրական դասընթացները։ Ուրեմն դասընթացները կատարում են հղիների համար ընդ որում 5 դաս անպայման պետք է իրականացվի, կատարում ենք նորաստեղծ ընտանիքների համար, այնտեղ ընտանիքի պլանավորում, դա էլի մտնում է նորից մի քանի դասերի միջոցով մենք տեղյակ ենք պահում, նորից տեսաֆիլմեր ունենք, որ երիտասարդ ընտանիքի կանայք դիտում են եւ շատ հետաքրքրասեր են, հարցեր են տալիս, ուզում են այնպես անել, որ ճիշտ ամեն ինչը պլանավորվի եւ առողջ բալիկ ունենան։ Դասընթացներ անում ենք արդեն մայրիկների համար, մենք դա բաժանել ենք 0-ից 2 տարեկան, 2 տարեկանից 5 տարեկան եւ դասընթացները վարում ենք, այնտեղ մենք նրանց սովորեցնում ենք, թե ինչ այցելություններ պետք է ունենան ամբուլատորիա, ինչ պահանջներ պետք է ունենան բժշկից, մենք նրանց զգուշացնում ենք, որ տեսեք, սա ծավալներն են, որ մենք պետք է իրականացնենք։ Եթե հանկարծ մենք հանկարծ մի կետը բաց կթողնենք, մենք խնդրում ենք արդեն դուք իմանալով հանդերձ մեզ զգուշացնում եք, մեզանից պահանջում եք, որ մենք անենք այնպես, որ ինչպես որ պահանջվում է պետպատվերի չափորոշիչներով։ Շատ ոգևորված մեր մայրիկները, ծնողները, նույնիսկ այս վերջերս տատիկներին էլ կանչեցին, հղիների հետ միասին եկան նստեցին, շատ լավ արդյունք է տալիս։ Եվ ցանկալի կլինի, որ բոլոր հիմնարկներում այս դասընթացները իրականացվեն, ես տեղյակ չեմ իրականացվում են թե չէ, չեմ կարող ասել, բայց շատ լավ կլինի, որովհետև այն արդյունքը, որ մենք ենք ստանում, այն հարցերը, որ մեզ են տալիս, բժշկուհի բա դուք սենց եք ասում, բայց տեսաֆիլմում այսպես են ասում, շատ հետաքրքիր մենք բանավեճեր ենք ունենում, շատ հետաքրքիր։ Տատիկների այցելությունը մի փոքր վտանգավոր չէ, որովհետև մեր տատիկները հիմնականում սովորություն ունեն, չէ, համեմատեն իրենց հետ եւ ասեն, ես որ դաշտում էի ամբողջ օրը աշխատում հղի լինելով, պակաս ծնվեց իմ որդին կամ դուստրը, որ ջուր էինք տալիս երեխուն, մեր երեխան չի մեծացել։ Հիմա շատ նաեւ ասում են, չէ, խորհուրդ են տալիս կովի կաթ տալ, բայց բժշկությունն ասում է, որ միայն 6 ամսականից հետո։ Ես ասեմ, որ այս վերջերս որ դասընթաց կազմակերպեցինք, մենք բազմաթիվ անգամ զգուշացնում ենք կովի կաթի վնասակար ազդեցությունների մասին։ Տեսաֆիլմը, որ միացրեցինք, ես մամաներին ասեցի, դուք մի հատ ուշադիր կլսեք, ինչ են ասում, որ մենք չենք ասել, ինչ են ասում, որ դուք ճիշտ չեք անում։ Արդեն որ տեսաֆիլմը նայեցին, հենց ներս մտա բժշկուհի ջան, բա գիտեք ինչ ասեցին կովի կաթը վնաս է։ Ասում եմ, բայց քան ժամանակ, այսինքն նրանց մոտ ավելի պատկերավոր դա եղավ, որ լսեցին արդեն Երևանի հատուկ մասնագետը նրանց նշեց այդ մասին։ Շատ լավ ընդունեցին, շատ։ Տատիկներն էլ չէ, սովորական ենթարկվում են, հարցներն էլ են ենթարկում, տատիկներն էլ են ենթարկում, այսինքն իրանք մտածում են իրենց բալիկի առողջության մասին, այստեղ առաջնակարգը, առաջնահերթը իրենց մանկիկի առողջությունն է։ Հղի կանանց համար նաև վարժություններ պետք է, հա, նաև ֆիզիկական պատրաստվածություն այսպես պետք է ապահովի պատրաստվելու ծննդաբերության արդեն։ Դա մի քիչ վիճելի հարց է, ես չեմ գտնում, որ ընտանեկան բժիշկները դա պետք է անեն։ Եթե ասենք մոտ ապագայում էլի նմանատիպ հաղորդում պատրաստվի, մենք առաջիկա մեկ ամսվա ընթացքում պետք է այդ տարանջատումը անենք եւ ոնց անենք, որ այդ վարժություններից հղին չտուժի, քանի որ ունենք ռիսկի խմբի հղիներ, ունենք տարբեր հղիներ եւ ինչպես մենք գիտենք, դա այդ վարժությունները առաջարկում է եւ վարում է հատուկ մասնագետը։ Արդյոք ինչքանով ճիշտ ընտանեկան բժիշկը կարող է այդ վարժությունը անել, եթե մենք վերցնենք ստանդարտ դասընթացները, բոլոր հղիներին անենք նույն վարժությունները, դա ճիշտ
չի։ Ես երևի թե առաջարկություն անեմ մեր գինեկոլոգներին, բոլոր ընտանեկան բժիշկներին հավաքվենք, միասին որոշենք։ Մայրական դպրոցները պարզ են, 5 դասը պարզ են, որ դա մեր դիրքորոշումն են, դա մենք պետք է անենք, բայց արդյոք ֆիզիկական վարժությունները ընտանեկան բժշկի կողմից անելը դա որքանով է ճիշտ, դա արդեն առաջիկա լուծելու խնդիր է եւ արդյունքների մասին մենք ձեզ տեղյակ կպահենք։ Շնորհակալություն բժշկուհի, կարծես թե մեր հաղորդումը մի փոքր իր ավարտին է մոտենում, մի փոքր չէ, արդեն ավարտին է մոտեցել եւ վերջում եթե բավականին շատ խոսեցինք մայրական բժշկի մասնագիտության, բուժաշխատողի մասնագիտության մասին, կարծում եմ այս առումով շատ կարեւոր է նաեւ բուժքրոջ դերը եւ շատ եմ լսել, որ բժիշկներն ասում են լավ բժիշկ լինելու հիմնական գաղտնիքներից մեկը նաեւ լավ բուժքույր ունենալն է։ Այո, ես դրա հետ համաձայն եմ, լավ բուժքույր ունենալը բժշկի աշխատանքի, լավ աշխատանքի 50%-ն է։ Ես ինքս ունեմ շատ լավ բուժքույրեր, որոնք ամեն ինչում օգնում են իմ աշխատանքը կազմակերպելու համար, եւ լավ բուժքույրը պետք է կատարի բժշկի աշխատանքը զուգահեռ այն բոլոր հարցերը պետք է կարգավորի, որը բժիշկը իրենից պահանջում է։ Դա բժշկի մեծ հաջողությունն է, երբ իր բուժքույրերը բոլորը հաջողված են եւ շատ լավ բուժքույր են։ Առանց լավ բուժքրոջ բժշկի աշխատանքը գրեթե ոչինչ կլինի։ Ինչու մի բժշկի բուժքույրը լավն է լինում, մյուսինը ոչ այնքան, ոչ թե վատ, այլ ոչ այնքան հաջողված եւ պատրաստ։ Մենք միասին անցել ենք ճանապարհ։ Բազմաթիվ հարցերում ես օգնել եմ նրանց, բազմաթիվ հարցեր ես եմ սովորել նրանից, կատարելագործվելով, սովորեցնելով, դասընթացներ վարելով, նրանք բարբերաբար նաև գնացել են վերապատրաստման եւ ամենակարևորը նրանք պատկերացնում են իրենց աշխատանքի պատասխանատվությունը։ Ես կասեմ, որ երևի առաջի անգամ եմ ասում, որ ես գոհ եմ իմ բուժքույրերից։ Իրենց չեք ասել մինչև չեմ ասել։ Բժշկուհի, եթե ընդհանուր հիմա շատերը կուզենան կցանկանան դառնալ բուժաշխատող, բժիշկ, բուժքույր եւ ինչ խորհուրդ կտաք, արդյոք արժե այս մասնագիտությունը ընտրել եւ ինչին պատրաստ լինեն։ Եթե սրտով են ընտրում, այսինքն սրտանց ուզում են բժիշկ դառնալ, իրենք եւ կարող են հաղթահարել այն բոլոր դժվարությունները, ուրեմն կարող են դառնալ։ Եթե կես ճանապարհից իրենք թույլ մարդիկ են եւ կես ճանապարհից հետ են կանգնելու, ուրեմն խորհուրդ չէի տա։ Մենք հենց նոր հարց ունեցանք, հեռուստադիտողը հարցնում է առողջապահության նախարարությունը բժիշկներ է ուղարկում արտասահման վերապատրաստման, իսկ մեր մարզից կամ առհասարակ մեր քաղաքից կամ օձունից կան բժիշկներ, ովքեր կգնան այդ ծրագրով։ Անպայման, եթե առաջարկություններ լինեն, եթե պայմանները նորմալ լինի, անպայման կգնանք։ Որովհետև մենք միշտ պատրաստ ենք ավելի կատարելագործել մեր գիտելիքները, որովհետև մարդը ինչքան սովորում է, այնքան ինքը իմանում է, որ քիչ բան գիտի։ Մեր ամբիոնի վարիչ Սամվել Գագիկովիչը միշտ ասում էր, որ մեր իմացած գիտելիքները դա լցված փուչիկն է, ինչքան փուչիկը լցնում են գիտելիքներով, տարածությունը ավելի է մեծանում չիմացածի։ Մենք կողմ ենք մեր գիտելիքները հարստացնելու։ Համենայն դեպս դեռևս նման առաջարկ չեք ունեցել։ Առաջարկություններ եղել են, բայց ասենք ինչ որ պատճառներով չի ստացվել գնալը։ Հաջորդ հարցը մեր քաղաքում բժշկության որակը ցածր է եւ նույնիսկ կանխարգելել չեն կարող նորմալ, ինչ կասեք այս մասին։ Այսինքն, բայց որտեղից գիտեն այդ տվյալները։ Դե երևի դիմել են եւ այնքան էլ գոհ չեն։ Ինչ կասեմ այդ մասին։ Հույսով եմ, որ ապագայում ամեն ինչ կկարգավորվի եւ ամեն ինչ կանեն կանխարգելման բժշկության որակի բարձրացմանը։ Ես հույսով եմ։ Օձունից Բաղդասարյանների ընտանիքը շնորհակալություն է հայտնում ձեզ։ Շնորհակալություն։ Գիտեք, ճանաչում եք, հա։ Օձունից ողջույններ եւ շնորհակալություն ջերմ վերաբերմունքի համար։ Շնորհակալություն։ Այս լավ շնորհավորանքներ, շնորհակալական խոսքերով եկեք ավարտենք, բայց մի փոքր շտապենք եւ հունիսի 1-ին չսպասելով փորձենք շնորհավորել մեր բոլոր բուժաշխատողներին։ Ես շատ շնորհակալություն եմ հայտնում այս պատասխանատու օրը ինձ հրավիրելու համար։ Իմ համար դա մեծ պատասխանատվություն է իմ շատ սիրելի գոլեգաներին, բուժաշխատողի օրվա արդիվ շնորհավորելու համար։ Ես նրանց ցանկանում եմ քաջ առողջություն,
պահպանվածության զգացում, խաղաղ երկինք, որպեսզի նրանք կարողանան իրագործել այն բոլոր նպատակները, որոնք իրենք ցանկանում են իրականացնել մեր ժողովրդի շրջանում, ցանկանում են, որ առողջ լինեն, քանի որ ճիշտ է, առողջությունը ոչինչ է, բայց առանց ամեն ինչ առանց առողջության դա ոչինչ է, այսինքն կարևորը առողջությունն է։ Սրտան շնորհավորում եմ բոլոր բուժաշխատողներին այս հիասքանչ տոնի առթիվ եւ ցանկանում եմ բարգավաճում մեր Հայաստանին։ Եղեք առողջ։ Շնորհակալություն, ես նույնպես միանամ շնորհավորանքին, իսկապես բժշկի մասնագիտությունը ամենաբարդ մասնագիտություններից եւ ամենապատասխանատու մասնագիտություններից մեկն է, այնքան շատ են սխալները, որքան շատ են նաեւ հաջողությունները եւ հաջողված արդյունքները, դեպքերը։ Բոլոր բժիշկներին շնորհավորենք, բուժաշխատողներին եւ տա Աստված, որ շարունակեն այսպես անձնվիրաբար աշխատել եւ մարդկանց հետ լավ վերաբերմունք եւ փորձեն փրկել յուրաքանչյուր մարդու կյանքը եւ առողջություն տարածեն։ Առողջ եղեք, մենք կհանդիպենք Երևակի տաղավարում հաջորդ ուրբաթ, մեր հյուրն է Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը, հաջողություն։